Կոմիտաս վարդապետը զբաղվել է նաև հայկական խազագրության վերծանությամբ եւ այս հարցում ունեցել որոշակի հաջողություններ։ Երբ մենք խոսում ենք Կոմիտասի մասին, պետք է նշենք, որ նրա այդ շրջագայությունների ամբողջ ցիկլը անհրաժեշտություն էր դարձնում, որպեսզի նա միաբանության սահմաններից ավելի դուրս գործի, լինի ավելի տարանցիկ կետում եւ պատահական չէ, որ 1910 թվականին նա որոշում է թողնել մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ տեղափոխվել Կոստանդնուպոլիս եւ այստեղից ավելի հաճախ շրջագայել տարբեր ուղղություններով, թե եվրոպական տարբեր մայրաքաղաքներում եւ այլ քաղաքներում լինել, Կոմիտաս վարդապետը Կոստանդնուպոլսում ստեղծում է Գուսան անունով քառաձայն երգչախումբ, որի մեջ մտնում են 300 երգիչներ։ Այս առումով բավական մեծ աշխատանք է նա տանում, նրա կողմից ներկայացում է հայ երգարվեստը տարբեր բեմերում։ 1912 թվականին երգչախումբը վերանվանվում է Հայ Գուսան եւ շարունակում իր ելույթները։ 1913 թվականին նա Կոստանդնուպոլսի ազատամարտ պարբերականում հրատարակում է մի շատ հետաքրքիր հոդված, կարելի է ասել հոդվածը հանրամատչելի բնույթ ուներ, գիտահանրամատչելի նշանակություն ուներ եւ այստեղ նա ներկայացնում է հայկական երաժշտական արվեստը լիովին ինքնուրույն եւ ինքնատիպ է եւ բավական մեծ ազդեցություն է գործել առհասարակ տարածաշրջանի երաժշտական արվեստի զարգացման վրա։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։